Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվում են, ինչ են զրուցել երկու երկրների արտաքին գործերի նախարարները։ Իրանը հերքում է, Ալիևը սպառնում, ինչ են կանխատեսում քաղաքագետները, ինչպես կարող է Թուրքիան աջակցել Ադրբեջանին։ Լարված մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ, ինչ են քննարկել պատգամավորները քառօրյայի հերթական նիստին։ Փլուզված շենք, վիրավոր, վնասված մեքենաներ, պայթյուն է որոտացել ջրվեժի Մայակ թաղամասում։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Կապանում բնակիչները լսում են կրակոցի և հրետանու ձայներ։ Մեծ զրույցում Կապանի բնակիչներից մեկը ասել է, մեջբերում է. «Չգիտեմ, դա Ադրբեջան-Իրան հակամարտության հետևանք է թե ոչ, բայց ձայները լսվում են պարզ և հստակ»։ Կրակոցների ձայների լուրը մեծ զրույցում հաստատել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո վերջին ժամերին կտրուկ սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Ադրբեջանը նույնիսկ 12 ժամով փակել է Իրանի սահմանին հարող հարավային օդային տարածքը։ Լարվածության ֆոնին հեռախոսով զրուցել են երկու երկրների արտգործնախարարները։ Զրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, թե Իրանից որևէ արգ է արձակվել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Բաքվի, իրանական անօդաչուն ընկել է Նախիջևանի տարածքում, մեկը օդանավակայանի տերմինալի մոտ, մյուսը Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի վրա։ Բաքուն պնդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի։ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Konusunda da əsas yerə keçək. Իրանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական հարվածներ կարող է հասցնել միայն այն պետություններին, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին ռազմական բազաներ տեղակայելու համար։ Իրանը չի հարվածում հարևան երկրներին, այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և հայտարարել, որ Բաքուն չի հանդուրժի Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակումը և որպես պատասխան զինված ուժերին հանձնարարել է պատրաստվել և իրականացնել անհրաժեշտ միջոցառումները։ Ալիևը միջադեպը որակել է, մեջբերում է, կեղտոտ, տգեղ և ահաբեկչական գործողություն, պահանջելով, որ Իրանը ներողություն խնդրի, իսկ մեղավորները անհապաղ պատժվեն։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ինչպես որ վերջ ենք դրել հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, եւ թող Իրանը չմոռանա դա։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից։ Այդ ահաբեկչական գործողությունն իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել եւ իրականացնել պատասխան միջոցներ։ Թե կոնկրետ ինչ գործողությունների կդիմի Բաքուն, պարզ չէ, բայց քաղաքագետ Ստեփան Դանելյանի կարծիքով, եթե Ադրբեջանը ներգրավի Իրանի դեմ պատերազմի մեջ, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին կարող է հասնել միայն Սյունիքի տարածքով, ինչպես նախատեսված է Շուշիի հռչակագրում։ Քաղաքագետը հռետորական հարց է տվել։ Հիմա հարց մեր պերաշկի ուտող ամուսնալուծվող հերթական նշադրեք հանող եւ նմանատիպ առաջնահերթություններ ունեցող ղեկավարներին, ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ եւ ումից են ռազմական օգնություն ակնկալում, քանի դեռ ուշ չէ։ Թուրքիան արձագանքել է Նախիջևանի տարածքում տեղի ունեցած միջադեպին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարվածը եւ կոչ արել դադարեցնել երրորդ երկրների տարածքները թիրախավորող գործողությունները։
ԱՄՆ-Իրան պատերազմի 6-րդ օրը կողմերը արդեն զգալի կորուստներ են կրում թե մարդուժի, թե ռազմական տեխնիկայի տեսանկյունից։ Վաշինգտոնը օրական մոտ $1 միլիարդ է ծախսում ռազմական գործողությունների վրա, իսկ տարբեր աղբյուրներ խոսում են միլիարդավոր դոլարների կորուստների մասին։ Որքան արժե պատերազմի 1 օրը, հաշվարկները ռեպորտաժում։ Օրական $1 միլիարդ է ծախսում Ամերիկան Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Սա Պենտագոնի նախնական գնահատականն է, որի մասին գրել է The Atlantic-ը։ Պոլիտիկոյի հաշվարկներով էր Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն 100 օր, հավանաբար նույնիսկ մինչև սեպտեմբեր։ Պատերազմի 6-րդ օրը կողմերն արդեն լուրջ կորուստներ ունեն, թե մարդուժի եւ թե նյութական իմաստով։ Ըստ թուրքական Անադոլու գործակալության հաշվարկի Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան $2 միլիարդ կորուստ։ Այն, որ ամերիկյան տնտեսությունը ամենայն դեպս անհրաժեշտ միջոցներ ունի պատերազմ վարելու համար, կասկածից վեր է, այն հարց է, թե այդ պատերազմը ավելի հեռանկարում ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության վրա, բայց այստեղ դարձյալ ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը ինքնին ինչ ընթացք կունենա Միացյալ Նահանգների համար։ Ամենաթանկ կորուստը համարվում է Քաթարում տեղակայված ռադիոլոկացիոն վաղ հայտնաբերման կայանը, որի արժեքը ավելի քան $1 միլիարդ է։ Միացյալ Նահանգները Իրանի հարվածի հետևանքով Արաբական Միացյալ Էմիրություններում կորցրել է 2 թիաթ հակահրթիռային պաշտպանական համակարգ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է $500 միլիոն։ Քուվեյթում Միացյալ Նահանգները կորցրել է 3 F-15 կործանիչ, որոնք ըստ ամերիկյան կողմի տեղեկության ոչնչացրել է Քուվեյթի հոբ համակարգը։ Օդանավերը միասին գնահատվում են մոտ $280 միլիոն։ Կորուստներ են եղել նաև Բահրեյնի ռազմակայանում, ոչնչացվել է արբանյակային կապի մի քանի կայան, որոնք գնահատվում են մի քանի տասնյակ միլիոն $։ Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վնասվել են բնակելի շենքեր եւ արդյունաբերական օբյեկտներ։ Բավականին մեծ ենթակառուցվածքային եւ տնտեսական վնասներ են հասցվել թե Միացյալ Էմիրություններին, թե Սաուդյան Արաբիային, որը բավականին զգալի է, թե Քուվեյթին, եւ այս իմաստով կարծում եմ Իրանը այդ պահին իր առջև դրել է խնդիր հնարավորինս մեծ տնտեսական եւ ենթակառուցվածքային լոգիստիկ վնասներ հասցնելով ստիպել ճնշում բանեցնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա։ Պարսից ծոցի ջրերում Իրանը հարվածել է ամերիկյան նավթատար 3 նավի, դրանք կամ ամբողջությամբ են ոչնչացվել, կամ մասամբ վնասվել են, իսկ 4 նավաստի զոհվել է։ Շուկայից դուրս է մնացել մոտ 1 միլիոն բարել նավթ, ինչը նոր լարվածություն է առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկայում։ Իրաքում Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները նույնպես դարձել են հրթիռների թիրախ։ Հրդեհներ են բռնկվել, ավերվել են կապի եւ տեխնիկական ենթակառուցվածքներ։ Իրանի Թավրիզ եւ Քերմանշահ քաղաքներում ոչնչացվել են հրթիռային համալիրների շենքեր ու պահեստներ։ Հրթիռների համակարգերը, որոնք պաշտպանում էին ռազմաբազաները, նույնպես վնասվել են։ Բազաների մի շարք բունկերներ եւ պաշտպանական կառույցներ նույնպես վնասվել են։ Այդտեղ մահացել է ամբողջ անձնակազմը եւ ոչնչացվել է զինամթերքը։ Հարվածի հետևանքով ավերվել են ռազմական կապի ենթակառուցվածքներ, այդ թվում արբանյակային եւ ռադիոկապի կայաններ, որոնք ապահովում էին հրամանատարության եւ ստորաբաժանումների միջև հաղորդակցությունը, ինչն առավել դժվարացնում է ռազմական կառավարման ընթացքը։ Մյուս կողմից Իրանում եւս բավականին լուրջ վնասներ կան, այդ վնասները ոչ միայն տնտեսական ու ենթակառուցվածքային են, այլև դրանք հասցվում են Իրանի քաղաքական նշանակության օբյեկտներին, նաեւ 3 հայտարարվեց Միացյալ Նահանգների կողմից, որ անցնում են ավելի խորքային հարվածներ հասցնելու մարտավարությանը, ինչը կնշանակի, որ Իրանի տարածքում ավելի մեծ աշխարհագրություն կընդգրկվի հասցվող վնասների Ավելին, երկրի տարբեր բնակավայրերում ոչնչացվել են ռազմամթերքի եւ դյուրավառ նյութերի պահեստներ, որոնք կարևոր էին հրթիռային եւ ռազմական գործողությունների համար։ Կորուստների շարքում Իրանի թերևս ամենամեծ կորուստը ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումն էր։ Սպանվել են նաեւ Իրանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ, հրամանատարներ։ Զոհերի մեծ մասը հարվածների հիմնական թիրախ դարձած հրթիռային բազաներում են եղել։ Հեղինակավոր պարբերականներն ու վերլուծաբաններն Իրանում արդեն հազարավոր զինվորականների եւ
կարևոր ռազմավարական օբյեկտների կորուստների մասին են խոսում, ինչը զգալիորեն ազդել է երկրի պաշտպանական եւ ռազմական հնարավորությունների վրա եւ խախտել ռազմական կառավարման բնականոն ընթացքը։ Եթե դատենք պարզապես ուժերի հարաբերակցությունից, ապա թերևս կասկած չկա, որ զուտ ֆիզիկական կորստի իմաստով շատ ավելին կարող են լինել Իրանի կորուստները, որովհետև ուժերը, հարվածային ուժերը համաչափ չեն, բնական է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համատեղ ունեն շատ ավելի մեծ հարվածային ներուժ եւ հետեւաբար ենթադրվում է, որ շատ ավելի վնաս կարող են տալ Իրանին։ Դեռևս անհայտ են Իսրայելի կորուստները, բայց մասնագետները ենթադրում են, որ ամենից շատ կորուստ կունենա Իրանը, հաշվի առնելով հարվածների ինտենսիվությունը եւ մասշտաբը։ Այս լարվածության ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել պատերազմի կարևոր խաղացողներից մեկը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի քաղաքական ուղին եւ որոշումները տարիներ շարունակ ձևավորել են Իսրայելի անվտանգային քաղաքականությունը։ Ով է 77-ամյա Իսրայելի վարչապետը, նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրել է Անի Աբաղյանը։ Դեսպան Միացյալ Նահանգներում, падգամավոր, վարչապետ, նախարար արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության եւ կապի եւ նորից վարչապետ Իսրայելում։ Բենյամին Նեթանյահու 77-ամյա առաջնորդը Թել Ավիվում է ծնվել, մտավորականի ընտանիքում։ Նեթանյահուի հայրը պատմաբան էր եւ Միացյալ Նահանգներում դասավանդում էր հրեական պատմություն ու պատմում սիոնիզմի մասին։ Նեթանյահուն դպրոց գնացել է նահանգներում, վերադարձել Իսրայել ու ծառայել բանակում։ Այնուհետև սովորել է Իսրայելի հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումում։ Ծառայությունից ու իսրայելական հատուկ ստորաբաժանման կուրսերից հետո մեկնել է Միացյալ Նահանգներ եւ սովորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ստացել ճարտարագիտության ու կառավարման կրթություն։ Ավելի ուշ Նեթանյահուն քաղաքական գիտությունների ոլորտում ուսանել է Հարվարդում։ Այս ընթացքն է Նեթանյահուին հնարավորություն ընձեռել ճանաչել նահանգները ներսից ու կապեր հաստատել հասարակական տարբեր շերտերի հետ։ Դիվանագիտական կարիերան Նեթանյահուն սկսել է 1980-ականներին։ Նախ եղել է Իսրայելի ներկայացուցիչը միավորված ազգերի կազմակերպությունում, հետո աշխատել Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանատանը։ 50 տարեկանում 1996 թվականին Նեթանյահուն առաջին անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը։ 3 տարի անց 1999-ին զիջել է վարչապետի աթոռը։ 2003-ին վերադարձել կառավարման համակարգ որպես ֆինանսների նախարար։ Բայց Նեթանյահուն ձգտում էր վարչապետի պաշտոնին։ 2009-ին եկավ ու չգնաց։ Նրա վարչապետության ընթացքում չեն դադարել պատերազմներն ու խոշոր ռազմական գործողությունները։ Պատերազմ սկսեցին Գազայում ու չավարտեցին։ Իսկ Լիբանանում Հեզբոլլահի հետ ռազմական բախումներն ընդմիջումներով շարունակվում են։ Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ամենակոշտ քննադատներից է։ Նեթանյահու Իրան լարված հարաբերությունները 3 տաք գործողություն են ունեցել։ Ամենաթարմը փետրվարի 28-ին նահանգների աջակցությամբ սկսածն է։ Նեթանյահուի կարգախոսն ու կենսակերպն է Իսրայելի գոյության գլխավոր պայմանը, ռազմական ուժն է, պայքարի ձևը, պատերազմը։ Նեթանյահուն 3 անգամ ամուսնացել է, ունի 3 երեխա։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վերադառնանք Հայաստան, այստեղ էլ այսօր տեղի ունեցավ անվտանգության նիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված լարված վիճակը, նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն աշխատանքը ապահովելու հարցերը։ Նիստից առաջ վարչապետը կառավարությունում էր, նա նախ մասնակցել է կառավարության նիստին, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Փաշինյանի ճեպազրույցը լի էր տարբեր թեմաներով ու սուր հարցերով։ Նա խոսել է Իրանի շուրջ վիճակի, ռուսական ռազմաբազայի, երկաթուղու կառավարման եւ կարկանդակի մասին։ Անի Աբաղյանն է հետևել ելույթին։ Իրանի պատերազմի, Ռուսաստանի հետ հարաբերության, կարկանդակի ու բաժանման մասին հարցեր հնչեցին կառավարությունում Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ։ Մինչ պատերազմում է հարևան պետությունը, վարչապետն անհոգ կարկանդակ է ուտում։ Ինչու՞։ Փաշինյանը ցավում է Իրանի համար, բայց ստեղծված վիճակը անակնկալ չէր վարչապետի համար։ Շատ լավ է, որ ոչ թե
Այդ օրը առավոտյան պետք է վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով մի տարի ու կես, ես հիմա ուղղակի վախենում եմ շփոթել ամսաթիվը, եղել է այդ աշխատանքային խումբը։ Մինչ Փաշինյանը ճեպազրույցում հստակ հայտարարում է, Իրանի շուրջ ստեղծված վիճակի պատճառով Հայաստանում ապրանքների դեֆիցիտ չի լինի, վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Հետքի փոխանցմամբ եւ 2025 թվականի տվյալներով Հայաստանը Իրան է արտահանել 88 միլիոն դոլարի ապրանք, ներմուծել 680 միլիոն դոլարի։ 2024 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 18.3%-ով, փոխարենը 8.1%-ով ավելացել է ներմուծումը։ Ապրանքաշրջանառության թեմային անդրադառնալով Փաշինյանը նշել է. Հայաստանի եւ Ադրբեջանի համար առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունենամ հնարավորինս շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Փաշինյանն անդրադարձել է լրագրողի հարցին, թե ինչպես է դեպի Եվրամիություն գնում երկրում ունենալով ռուսական ռազմաբազա։ Ասում է, ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը դեռ չի փակում։ Եթե նման խնդիր առաջանա, այդ ժամանակ կմտածեն։ Մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Քաթարն ու Քուվեյթը քննարկում են հայկական երկաթուղին կառավարելու հարցը։ Առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Եվ անկախ ռեակցիաներից Փաշինյանն ասաց, որ երկաթուղին Հայաստանինն է եւ ցանկացած պահի կարող են խզել պայմանագիրը Ռուսաստանի հետ, բայց պայմանագիր խզելը երբեք լավ չէ։ Դրա համար փորձում են քննարկել ու պայմանավորվել։ Ռեակցիա է ուղղակի։ Այս մի ռեակցիան էլ ներկուսակցական քարոզարշավում եղածի մասին է։ Այս Ուգլինը Հովանեսյան Արամեսն է, ոստիկանապետը։ Լրացնելու փորձ չէր եւ երբեմն պաշտոնաթողներին պետք է հանգիստ թողնել, ասում է վարչապետը։ Սադրիչ եւ տափակ պնդում։ Սա էլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանման վերաբերյալ հարցի պատասխանն էր։ Իսկ Փաշինյանը արդեն ստացել է Զայեդ մարդկային եւ եղբայրության մրցանակ $1 միլիոն իր $500,000, թե ինչ է անելու, դեռ չի ասում։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ Փաշինյանը լրագրողների հարցերին էր պատասխանում, զուգահեռ ընթանում էր ազգային ժողովի նիստը։ Սակայն նիստը սովորույթի համաձայն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով ու մեղադրանքներով։ Ամեն բան սկսվեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ։ Նա խոսել է պետական պարտքի եւ ասֆալտի մասին, ապա հարցրել՝ ուր են կորել փողերը։ Падգամավորի ելույթն ընդհատել է Ալեն Սիմոնյանը, անջատել խոսափողը, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել։ Նիստին հետևել է Սեդա Գյուրեղյանը։ Ազգային ժողովում հերթական աղմկոտ նիստներ։ Քննարկումը մի քանի անգամ ընդհատվեց աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով։ Լռեք, կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետքա լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Մի հատ վերջացրեք այս սկանդալներ սարքելը։ Պարոն Ղազարյան, մի հատ լռեք դուք։ Օրակարգում հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումներ։ Մինչ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները սխալ էին արտասանում բառերը, իսկ ընդդիմադիրները ուղղում։ Բարեկամաբար Տիկին Ազարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ոչ թե վարկաբեկել, այլ վարկաբեկել։ Ընթացքում հնչեցին նաև սարկաստիկ, բայց սթափեցնող մտքեր։ Արմենուհի Գյուրեղյանը Իրանի պատերազմի համատեքստում հիշեց 2020 թվականի մարտը, երբ ամբողջ աշխարհը քովիդի դեմ պայքարի միջոցներ էր մշակում, իսկ ներկա իշխանությունը որոշել էր կորոնավիրուսի դեմ պայքարել պինցետով ու տնական օղիով։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պերաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել. անհաղ թերոս քաչնազար, մի պերաշկիով կոտրի 1000։ Հայաստան խմբակցությունից Լիլիթ Գալստյանը խոսեց օրվա իշխանության շինարարական ոլորտի ձեռքբերումներից, սկսելով պատմամշակութային հուշարձանների ու եկեղեցիների վերանորոգման ընդամենը 32% կատարողականից, խորհուրդ տալով ոլորտն իրենց մրցակցային առավելությունը չհամարել։ Խորհուրդ կտայի առհասարակ այդ թեմային չանդրադառնալ եւ կխուսափի ուղղակի շինարարությունից խոսել եւ վկան առաջին հալոցքի հետ հալված ասֆալտն է եւ ցավում եմ որ սրամտության հեղինակը ես չեմ այս օրերին շրջանառվում է որ
ասֆալտների փոսերը այնքան խորն են, որ երկրի հակառակ կողմն է երևում։ Ճիշտ նույն տրամաբանությամբ ես կշարունակեի շինարարության ոլորտում ձեր հաջողությունները։ 300 դպրոցի փոխարեն 56 ավարտունների փաստը, ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիան, ել չասեմ այն մասին, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը արդեն 3-րդ անգամ փոխում է իր ժամկետները։ Վերադառնալով օրակարգին հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդմանը ծավալուն անդրադարձ կատարեց նաև Աննա Գրիգորյանը։ 2025-ին ավարտին է հասցվել 890 վարույթ, 617-ը կարճվել է։ Դրանց վիճակագրության մասին որևէ տեղեկություն չկա։ Այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանց հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է, որևէ ստատիստիկան նույնիսկ դուք չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունում այդ գործերը, երբ հասնում են դատարան։ Ընդդիմադիրներն այս համատեքստում բարձրաձայնեցին պարգևավճարների ու թոշակների խնդիրը։ Քաղաքացիական պայմանագիրն էլ ի պատասխան աչքի ընկավ ինտերակտիվ ելույթներով։ Ընդդիմադիր падգամավորների թոշակների մասին պնդմանը Վահագն Ալեքսանյանը փաստերով էր ներկայացել։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներն 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա։ Հայկ Կոնջորյանն էլ խնդրեց ընդդիմադիրներին մնալ եւ լսել իր ելույթը։ Վերջում էլ կարծիք հայտնեց, թե իր ելույթը ծխելու ցանկություն է առաջացնում ընդդիմադիրների մոտ։ Դուք իրականում այն մարդկան շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր ընտրա զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխեցրեց պարոն Մինասյան։ Չէ, գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Մտքերի փոխանակումից հետո ելույթ ունեցավ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նախկին պաշտոնատար անձած քրեական վարույթներին անդրադառնալով Նահապետյանը վիճակագրությունն առաջ բերեց։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում Դատի տրված 298 հանրային ծառայողներից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ։ Այսինքն վերջիններից նկատմամբ բարույթներ են նախաձեռնվել կամ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյան եւ որը նախկին պաշտոնյան։ Օրակարգային հարցի քննարկումն ազգային ժողովում անցավ փոխադարձ քննադատությունների, վիճակագրական տվյալների ներկայացման եւ քաղաքական գնահատականների պայմաններում։ Պատգամավորներն անդրադարձան թե իշխանության քաղաքականությանը, թե հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ներկայացված թվերին ու փաստերին։ Օրակարգի հարցի քննարկումն ընդունվեց ի գիտություն։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն։ Սրբազանը կալանավորվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Կարդում էինք, մտածում էինք, այն ամենը ինչ որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Այսօր շարունակվել է նաև Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը։ Նիստից առաջ Սրբազանը շնորհավորել է Արշակ Սրբազանին։ Շնորհավոր։ Ես արդեն դուրս գալուց իրեն ասեցի վերադառնամ այստեղ չլինես։ Ողջույններ Արշակ Սրբազանին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրենց ներկայացրած բողոքը։ Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է անփոփոխ մնա։ Այսօր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստներ։ Երրորդ նախագահան դատարանի բակում խոսել է լրագրողների հետ եւ պատասխանել ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմպիչմենտը հակադրել ընտրություններին։
10 անգամ ասել ենք, հիմա 11-րդ անգամ ասում։ Անկախ որևէ հանգամանքից, impeachment լինի թե չլինի, ընտրություններ լինելու են։ Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն ու միայն այն եզակի դեպքերից, այդ դեպքերին ես չանդրադառնամ, էլի։ Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է։ Մենք ասում ենք, որ impeachment-ը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։ Եկեք փորձենք։ Իսկ եթե ասում են չի լինի, հիմա ինչ փորձենք եւ այլն, ու իրենք նմանվում են ամենայն հավանականությամբ այսօրվա Հայաստանի կառավարիչներին, ովքեր ասում են, դե մենք թույլ ենք Ադրբեջանին չուզմա տանք։ Դե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում փորձենք իրականացնել։ Այսօր առավոտյան ջրվեժի Մայակ թաղամասի ավտոտնակներից մեկում պայթյուն փլուզում է եղել։ Կամ մեկ տուժած պայթյունի ալիքից վնասվել է 8 ավտոմեքենա։ Դեպքի վայրում եղել է իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Շատ ուժեղ պայթյուն է եղել, даже վախացել եմ, ասել կարող է Իրանից հասել է մեզ։ Ջրվեժի Մայակ թաղամասի 35 կոտորակ 1 հասցեի բնակիչների համար մարտի 5-ի լուսաբացը մղձավանջի էր նման։ Արթնացել են պայթյունի ձայնից։ Շենքի բակում գտնվող ավտոտնակում նախնական տվյալներով մեքենայի գազաբալոն է պայթել։ Իրոք վախացել եք, պրոստո այդ կանա, որ զանավեսկի հաստա, այդ շուշը երեսի չի ընգել է, էլ է զանավեսկով պահվել է։ Պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ վնասել է հարակից շենքերի պատուհանները, անգամ 6-րդ հարկի։ Տիկին Մալետ կան իր ձեռքերով է հավաքել ապակիների կտորներն ու դրել շքամուտքի դռան մոտ, որ թորները չվնասվեն։ Միայն պատշգամբի կոտրված ապակիներն են մնացել։ Երկու պատուհանով շուշը ջարդվել է, էդ էլ պեղկով դուրս եկավ, այսի գտնում եք, որ կարենակ գոնե ժամանակավոր պագեք, էսը գնացել է մանգալու շուշը, որ դեք վերտնեք, որ պագեք, որ չմերսեք։ Այդ կանա մեր մոտ հեսա լահավաքում եմ, երկու վեդրո հանել եք, մի վեդրո ինդեղ պատուհանի տակ, էլի էդ էլ լահավակ եք, էլի լիկա շուշա էլ է։ Դեպքը տեղի ունեցել առավոտյան, երբ երեխաները պատրաստվում էին դպրոց գնալ։ Ուժեղ գմփոց եկավ, արթնացա, տեսա սաղ զալի պատուհանը թափված է գետին, նույնն էլ բալկոնում էր։ Մեկ էլ տենամ երեխեն կողքս կանգնացա, վախից, 3-րդ դասարանա։ Պայթյունի հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել ավտոտնակի տերը, հարակից շենքի բնակիչներից մեկը։ Պայթյունի պահին տարածքում այլ մեքենաներ են եղել։ Դրանք նույնպես վնասվել են, բայց վարորդները տեսախցիկների առաջ խոսել չեն ցանկանում։ Պատմում են, որ 47-ամյա տուժածը մտել է իրեն պատկանող ավտոտնակն ու մոտավորապես 1 րոպե հետո պայթյունն է տեղի ունեցել։ Քնած եմ եղել։ Հետո ուժը դմփաց, ես ասի ջո ռակետ մակետ անգե։ Հելոն ստենա, որ ժողովուրդ հավաքված այդ տողն տանում են հիվանդանոց, սպորը մեկել էր, 3 աղջիկ երեխա ունի, իր մամուլի հետ ապրում։ Տուժածի հարևանները պատմում են նաև, որ վերջինս Այրվածքաբանության ազգային ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում է։ Առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն արդեն հասցրել է այցելել դեպքի վայր։ Ասում է, 10 բնակարանի պատուհաններ կոտրվել են, իրենք գույքագրել են բնակիչների կրած վնասները։
գնահատական տրվելու ընդհանուր որոշենք ինչպես օգնենք մարդկանց։ Շենքը փլուզումից հետո այնտեղ քննչական մարմինները գործողություն իրականացնելու, որի ավարտից հետո տարածքը կմաքրենք։ Շինություն թույլ շինություն էր, ինքնակամ շինություն ա եղել, սվարճիկ ա եղել այդ մարդասան, հնարավոր է որ այդ սվարկի բալոն է լինել, էլ ասենք պարզ չէ, քանի որ դե ասենք քննչական կոմիտեն քննությունը իրականացնի, որից հետո նոր կարողանանք գնահատական տալ, ինչից է կատարվել, մաքրվի նոր էլ տարածքը։ Մեր նկարահանման պահին փրկարար ծառայությունը շարունակում էր աշխատանքը։ Հարևաններն էլ օգնում են իրար, նորոգում պատուհաններն ու հավաքում կոտրված ապակիները։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հենց նոր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է գրակոծների ձայների լսելու լուրը, գործընկերոջս հետ, գործընկերոջ խոսել է նրա հետ, լսենք թե ինչ է ասել։ Կարդացիք, պարոն Փարսյան։ Այո, կարդացի։ Ահա, հիմա որպես քաղաքապետ ձեր մեկնաբանությունը ձեր թույլտվությամբ ձայնագրեմ, որ եթե սխալ բան էլ կա, մենք հրապարակենք ճիշտ լուրը տարածվի։ Երբ բազմակողմանի լինի, էլի լուրը։ Հիմա կարող եմ հարց ուղղել արդեն։ Այո։ Պարոն Փարսյան, խնդրում եմ կասեք, ինչ գրակոծների ու ինչ ձայների մասին են խոսում կապանցիները եւ ինչ հասկանանք, ինչ է կատարվում Կապանում։ Կապանում ոչինչ չի կատարում, հստակեցնում որ Կապանում եւ Կապանի սահմաններին գրակոծներ չկան։ Ձայներ լսվում են Իրանի կողմից։ Այսօր լսվել են Իրանի կողմից։ Այսքան այսքանն է, բոլոր ձայները հենց Իրանի սահմանից են գալիս։ Իրանի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից են ձայներ լսվել։ Իսկ Կովսականը։ Ու ճիշտ ասած ձայները լսելի են սկսել դառնալ հենց Իրանում ռազմական գործողություններ սկսելու օրվանից։ Իսկ Կովսականից եկող ձայները։ Որովհետև կապանցիները մեծ դրույթում ասացին, որ Կովսականից էլ են ձայներ լսում։ Դա հստակ չէ։ Լավ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի արտահերթ թողարկումը եթերում կլինի կեսգիշերին։